Բարի լույս, սիրելիներ, Հովանու ավետարանի 4-րդ գլխի 24-րդ համարն է այսօր մեզ գալիս որպես հոգևոր նախաճաշ։ Հոգի է Աստված, եւ նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Ահա սիրելիներ, այս փոքրիկ մեկ նախադասությունը մի ամբողջ պատմություն է մեզ ներկայացնում Աստված պաշտության մասին։ Այո, մենք օրվա ընթացքում, մեր շաբաթվա ընթացքում մենք փորձում ենք Աստծուն երկրպագել, երբեմն շատ դեպքերում կարող ենք մենք ինքներս մեզ խոստովանել, որ մեր երկրպագությունը միայն մարմնական է։ Անգամ ժամերկությունների կամ պատարեկների ժամանակ, երբ ասում են Տիրոջը երկրպագեցեք, մենք մարմնապես խոնարհվում ենք, բայց հասկանում ենք, որ հոգևոր լիցքը այդտեղ պակաս էր, բացակա էր։ Սակայն Աստված հոգի է եւ պետք է հոգով երկրպագել նրան։ Ոչ թե զգալ, թե ինչպես է հոգին երկրպագում, այլ խորքից լինի երկրպագությունը, հոգու խորքից լինի։ Մարմինը պետք է ենթարկվի հոգու փափագին եւ ցանկությանը։ Առհասարակ մեր կյանքում սիրելիներ, սա գլխավոր պայման է։ Հոգևոր ապրումների համար պետք է հոգին գերակշռող լինի, հոգին իշխան լինի եւ մարմինը ենթարկվի հոգու ցանկություններին։ Հետևաբար այսօրվա հոգևոր նախաճաշի այս փոքրիկ նախադասության տրամաբանության, մտքի եւ իմաստի եւ խորհրդի մեջ ուզեմ, որ յուրաքանչյուր մեկս վերանայենք մեր հոգևոր ապրումները։ Որքանով է հոգու խորքից գալիս, ինչպես պիտի ասեր Սուրբ Գրիգոր Նարեկացին, ի խորոց սրտի, այսինքն սրտի խորքից, հոգու խորքից գալիս մեր աղոթքը, մեր ապրումը, մեր երկրպագությունը, մեր պաշտամունքը առասարակ, եկեղեցում լինենք, թե տանը լինենք, սա չէ կարևոր։ Որքանով ենք մենք այդ հոգևոր խորությունը զգում։ Եվ իսկապես, եթե կուզենք Աստծո հետ հաղորդ լինենք, մեր հոգին պետք է արթուն լինի, որովհետև Աստված հոգի է, եւ այն հոգևոր այդ փոխ հարաբերության մեջ է, որ մենք կարող ենք զգալ Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ եւ ուրախություն տանք մեր Տիրոջը, ցույց տալով, որ մենք հոգևոր էակներ ենք։ Այնպես որ արթնացրեք ձեր հոգին, ակտիվացրեք, թարմացրեք այսօր եւ փորձեք հոգով ընթանալ։ Մարմնական ցանկություններին մի փոքր զուս պահեք ու կտեսնեք, որ Աստված ճանաչողությունն ու Աստված զգացողությունը առավել լավն է դառնում։ Քրիստոս Հարյավի մեռելուց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։